Վերջին օրերին շատ է քննարկվում Պուտինի կողմից Արա Աբրահամյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հանձնված պարգևը։ Ես առհասարակ պարգևների դեմ ոչինչ չունեմ։ Շատ այլ երկրների մեր ազգակիցները մեծ գնահատանքի են արժանանում եւ մենք հպարտանում ենք նրանցով։ Բայց պետք է տարբերել պարգևը, որը քեզ ազատ է դարձնում Հայաստանին օգնելու համար, ու պարգևը, որը քեզ կապում է համակարգին Հայաստանի շահի հաշվին լռելու համար։ Ֆրանսիայում Պատվո լեգիոնի շքանշան են ստացել շատ ու շատ հայեր ու դա դարձրել են կամուրջ։ Աջակցել են Հայաստանին, բարձրացրել են Արցախի հարցը, պայքարել են հանուն հիշողության եւ արդարության։ Հիշում եք Միսակ Մանուշյանի մեծարման երեկոն։ Դա պետության մակարդակով համաֆրանսիական, համաեվրոպական հարգանքի դրսևորում էր դիմադրության, ազատության, մարդկության արժանապատվության հանդեպ։ Ռուսաստանում շատ հաճախ պարգևը նշանակում է, որ դու մեր մարդն ես, դու մեր ուղղահայացն ես պահում։ Նշանակում է, որ այդ համակարգում հայ լինելը հաճախ թույլատրվում է այնքան, որքան թույլ է տալիս Ռուսաստանի շահը, ոչ թե որքան դու քեզ հայ ես զգում։ Ինձ ցույց տվեք Ռուսաստանում որևէ հայ, որը պատրաստ է հակառակվել Հայաստանի հարցում Ռուսաստանի քաղաքականությանը եւ շարունակել գործունեությունը Ռուսաստանում։ Հետևաբար Ռուսաստանի հային հանձնված որևէ պարգև Հայաստանի ու հայության շահի հետ կապ չունի։ Դա պարգև է Ռուսաստանին ծառայելու, Ռուսաստանի շահը առաջ մղելու դիմաց։ Ու ամենացավալին արցախցիներ էին Բաղրամյանը, Բաբաջանյանը, մեր ազգի փառավոր նվիրյալ հայորդիները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն խորհրդային հաղթանակի։ Իսկ Արցախը ռուսների ձեռքով ուղղակի մատուցվեց թշնամու։ Ահա տարբերությունը։ Եզրակացությունը շատ պարզ է։ Մեզ պետք են ոչ թե մեդալներ, այլ կամուրջներ։ Այն պարգևը արժեք ունի, որն ուժեղացնում է Հայաստանը, իսկ այն պարգևը, որը լռություն է պահանջում Հայաստանի ցավի դիմաց, այլևս գնահատանք չէ, այլ ամոթանք։